Անդրադառնում եմ Թութու լավայի աղբորս գրած կոմենտին հեսա հով ինչքան քաղաքում մարդ կա գալու է քեզ ավտո նկարել տա այս խոսքս հիշի առաջարկներ շատ են եղել ինչի համար չեմ աշխատել մարդկանց հետ ու որ մարդկանց հետ եմ աշխատում էսի ասեմ մի հատ իրար հասկանանք եղել են լիքը առաջարկներ որտեղ եղել են մեքենաներ անսարք վիճակում շուկայական գներից թանկ իսկ ես իմ հետևորդների համար երբեք նման մեքենաներ չեմ առաջարկի ստե գումարը չի հարցս թե այնա որ մենք իրար պարզ աշկերով պիտի նայենք մեր սեր հարգանքը ճիշտ պիտի պահենք իսկ սենց լավ մեքենաներ օրինակ որ հիմա նկարել եմ որ շուկայականից հարմար գներով իդեալական վիճակում միշտ էլ պատրաստ եմ նկարելու ըտե ես ոչ մի խնդիր չեմ տենում որովհետև նայեք պիտի կամ լավագույնը ներկայացնեմ կամ չներկայացնեմ ժողովուրդ ջան իսկ բոլորիդ էլ հայտնի է ոնց ես նենց էլ երո աղբերս եթե միտեղ գովազդի առաջարկ է լինում ու իրականությանը չի համապատասխանում մենք չենք նկարում այդ Եթե լինում է գովազդի առաջարկը գնում ենք տենում ենք տես երկուսիս անունից էլ ասում եմ հստակ իմ ու երոյի անունից եթե գնում ենք տենում ենք մարդկանց էդի օգտակար բառնա չի վնասելու մարդկանց ու էդի իրականությունն է ինչ որ մենք ներկայացնում ենք լավագույններից լավագույններին օրինակ նայեք ոնց է արդիշոփի իմնա չէ ես լավագույնը ստեղծել եմ ձեր համար ոնց է Ստեֆանոյում ներկայացնում ենք համ ես, համ երո աղբերս լավագույններից լավագույնն է, չէ՞։ Այսինքն եթե մենք մի բան ներկայացնում ենք, մենք տեր ենք մեր ներկայացրածին։ Դա շատ կարևոր բան է, որ մենք իրար հետ ճիշտ եմ որ միշտ պարզ աշկերով իրար նայենք։ Նույնն էլ էս մեքենաների թեման է։ Եթե լինելու է վատը, ինձ մի դիմեք, եթե ինչ-որ միտեղ փորձում եք մարդկանց խաբեք, ինձ մի դիմեք, որտեղ հենց հասկացա մենք իրար հետ շատ լուրջ խնդիրներ կունենանք։ Ես միջև չուսումնասիրեմ, Էրոս միջև չուսումնասիրի, մենք այդ գործը չենք վերցնում։ Իսկ եթե կա լավը, որ իրական է, օրինակի համար մեքենայի մասին խոսքը գնաց, մեքենայի մասին ասեմ, շուկայականից այս ժանգին իդեալական վիճակում կներկայացնեմ, կպայթեցնեմ, էդի խոսքը դրա մասին չի ու կապ չունի, էժանոս մեքենա է, թե շատ թանկանոս մեքենա է, լինի լավը ու ամեն ինչ առհասարակ։ Իսկ բոլորից սեր ու հարգանք խաղաղություն, ժողովուրդ ջան, մեկ էլ մի բան, տեսեք, այս սենց են ելնում մարդիկ։ Օրինակ վերցրեք, այսենց ջան, աբրես մեռնեմ քեզի թանկ ջան, մեկս մյուսով բավոնց ընկերս, անես լավ կոմենտ ես գրել, քեզ լիքը քո կյանքում հաջողություններ ու բոլոր ազգիս, ու այն մարդիկ էլ որ կան իրար նախանձում են, չարակամում են, մի արեք, մենք քրիստոնյա ազգ ենք, մենք հայ ժողովուրդ ենք, այսպես մի բուռ ենք մնացել, միավորվեք, սուտը մեջներիցս հանենք, սեր, հարգանք տանք, իրար հանդեպ լինենք մաքուր ու պարզ ճակատ։